Ողջույն բոլորիդ, այսօր շատ հետաքրքիր մի պահածո եմ պատրաստել և ուզում եմ ձեր հետ այս պատրաստման տարբերակով կիսվել։ Առանձնապես յուրահատուկ բաղադրիչներ պետք չեն, ինչ-որ հատուկ պատրաստման եղանակ չունի, պարզապես այս ալչա կամ գյոլջա շլորի տեսակը դասավորում ենք բանկաների մեջ և այնտեղ ավելացնում ենք համեմունքներ։ Այն համեմունքներն են, որոնք օգտագործում ենք հիմնականում թթուները պատրաստելուց։ Այստեղ ես կանաչի չեմ դնելու, նույնիսկ դափնու տերևը չեմ ուզում դնել, բայց մի փոքր կտոր կդնեմ, որպեսզի համը ամբողջական ստացվի։ Վերցրել եմ 800 գրամանոց բանկաներ, օգտագործելու եմ 72% էսենցիալ, շաքարավազ, դափնու տերև, կլոր պղպեղ, սխտոր և աղ։ Հիմա դասավորում ենք բանկայի մեջ, ինչքան շատ տեղավորենք, այդքան լավ, բայց այնպես չի, որ պետք է սեղմենք, վնասենք շլորները, ցոգոլները և հետո էլ այն տաք ջրից, երբ որ պահածոյացնենք, սեղմվի ու թուլանա։ Մի խոսքով մի քիչ աջ ու ձախ ենք անում, մի հատ երկու հատ ավել տեղավորում։ Յուրաքանչյուր բանկայի մեջ մեկ դափնու տերև եմ դնում, երկու սխտոր ավելացնում և քանի որ 800 գրամանոց բանկաներ են, այստեղ ավելացնում եմ 1 թեյ գդալ շաքարավազ, 1 թեյ գդալ աղ, 1 թեյ գդալ էսենցիա և մի քանի հատիկ կլոր սև պղպեղ։ Քանի որ ինքը մրգի պահածո էր, ես մտածեցի կանաչին այստեղ հարկավոր չէր, նույնիսկ կարելի էր սխտորն ու դափնու տերևը չօգտագործել, միայն շաքարավազ, աղ և էսենցիան, որպեսզի պահպանի պահածոն, այդքանով պահածոյացնել, բայց քանի որ քույրիկիս սկեսուրը երկրից դուրս է գտնվում, զանգեց, ասեց, որ ինքը նման պահածո է տեսել, իրենց տարածքում պահածոյացնում են, ինձ հետաքրքրեց, ես էլ անունը գյոլջայի պահածո գրեցի ու բերեց YouTube-ում բազմաթիվ տեսանյութեր, այնտեղ տեսա, շատերինը նայեցի և որոշեցի, թե ինչպես պետք է պահածոյացնեմ։ Ընդհանուր առմամբ պահածոյացնելու այդ համեմունքները, ձևը ընդհանուր նույնն էր, ոչ մեկի մոտ ինչ-որ տարբերություն չկար։ Եռման ջուրը լցնում ենք վրան և պտտեցնում ենք կրիշկան, փակում ենք։ Մի լավ թափահարում ենք, որպեսզի շաքարավազը, աղը լուծվի, մի քիչ կմնա, կարող եք շորով ծածկել, կարող եք չծածկել, ես հիմա մի թեթև շորով կծածկեմ, որպեսզի ընդհանուր մի հատ ցոգոլները իրենց գույնը փոխեն։ Ովքեր ցուրտ տարածաշրջանում են ապրում, դեռ կա, ովքեր էլ արդեն տաք տեղ են ապրում, կարող են դեռ շուկաներից գտնել, դուք էլ փորձեք, ես էլ առաջի անգամ փորձեցի, կտեսնենք, այս ձմեռ կբացենք, կտեսնենք հետաքրքիր էր, համեղ էր, թե ոչ։